Ես Հենրի Ալբերտի Սարգսյանն եմ, ծառայել եմ Պաշտպանության բանակի շարքերում մոտ 23 տարի։ Ծառայել եմ Պաշտպանության բանակում 93 թվականից, դեռևս 17 տարեկան չլրացած։ Արտուր Ավանեսյանին ճանաչել եմ դեռևս 92 թվականին, դեռևս այդ ջահել հասակից կամավոր գնացել է կռվի, հայրենիք պաշտպանելու, ինքը անգամ հայրենասեր տղա է, որ կռվից հետո մնացել է իր սեփական փորձը ուրեմն փոխանցելու նոր սերունդին։ Դիպուկահար էր սկզբից, հետո բոլոր հրամանատարական պաշտոններով վաշտ, գումարտակ օղակը, զորամաս հրամանատարի տեղակալ, դիվիզիայի հետաղործության պետ, բոլոր այդ պաշտոնները ինքը անցել է։ Իր այն քաջությունները, որ սրամիտ գործողությունների մարտի ժամանակ մարդկանց մենակ են որ ասում առաջինը համ դուխ էր տալի, համ հիանում էինք այդ մարդու։ Արտուրը մի տեսակ է, որը իր ինքը ոգեշնչող է։ Ոչ միայն սպաներին էր ոգեշնչում, նաև բոլոր զինվորներին։ Արտուրը որտեղ որ կար, զինվորները մի տեսակ իրանց լավ էին զգում, ամուր էին զգում։ Ինքը անգամ ազգասեր տղա է, որ իր համար կարճ ասած կռիվը չէր կայնել։ 94 թվականին մայիսին, երբ որ հայտարարեց զինադադար, իր համար մինչև 23 թվականի տեղահանումը միշտ կարելի է ասել կռիվ եղել է։ Ինքը գիշեր-ցերեկ չուներ, ինքը մշտապես ուներ զորքեր, առաջնակություններ լինել։ Կարող էր գիշերվա ժամը 3-ից, ցերեկի ժամ չկար։ Եվ իր զինակից ընկերների շնորհիվ, որ լավ հետախուզություն ա վարվել Շուշիի օպերացիայի պլանավորումը կազմակերպելու, դա եղել է հենց իրանց հետախուզության տվյալները, որոնք որ իրանք հետախուզել են Շուշիի մոտակայքերը ու այդ տվյալների հիմքով պլանավորվել է Շուշիի ազատագրումը, որ արդյունքում մենք տեսել ենք շատ լավ։ Մարտական առաջադրանքներ կատարելու ժամանակ գնդապետ Ավանեսյանը միշտ ոչ թե ներկա էր, այլ մասնակից էր։ Սպայի պատիվը միշտ բարձր էր պահում, մարտական ցանկացած խնդիր կատարման ժամանակ ինքը առաջնակցում էր, առաջնային էր, կառավարում էր, հմուտ էր կառավարում։ Ու հակառակորդն էլ է իմանում գնդապետ Ավանեսյանին, իրան նկարից էլ է վախենում։ Հակառակորդը Արտուրի նկարից էլ է վախենում, մեր Կանդազից։ Կանդազը լեգենդար մարդ է, Կանդազին սա հարգում, սիրում են, հրամանատարական օղակներում զինվորից սկսած մինչև նախագահ ճանաչում հարգում են։ Ես գիտեմ Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջարկել է Ավանեսյանին անվտանգության հարցերով պատասխանատու ու ճիշտ արել։ Ինքը ունի մեծ փորձ, մեծ վստահություն, ինքը կարող է անել էլ ավելին։